Հաղորդման գործընկերն է Status ինտելեկտուալ ակումբը։ Մարզումները միայն արտաքին տեսքի փոփոխության համար չեն, այլ դրանք հնարավորություն են տալիս ճանաչել եւ խորացնել կապը սեփական մարմնի հետ, ամրապնդել առողջությունը եւ իհարկե բացահայտել նաեւ սեքսուալությունը։ Բարև ձեզ։ Ես բժիշկ սեքսոլոգ Լուսինե Ստեփանյանն եմ։ Եթերում կոնտակտ հաղորդաշարն է, որի ընթացքում մենք խոսելու ենք սեքսուալությունից, ֆիզիկական եւ հոգեկան առողջության տեսանկյունից։ Իսկ այսօրվա իմ հյուրն է ֆիթնես փորձագետ Լևոն Հովհաննիսյանը։ Ողջույն Լևոն ջան։ Ողջույն Լուսինե ջան։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Մենք այսօր շատ հետաքրքիր թեմա ենք քննարկելու՝ մարզումները, ինչպես են անդրադառնում սեռական առողջության վրա հատկապես, ինչպես նաև սեքսուալության վրա։ Հասկացա։ Իրականում ես եմ շնորհակալ, շատ հաճելի է գտնվել ձեր տաղավարում Լուսինե ջան, ձեր հաղորդմանը արդեն բավականին լավ ծանոթ եմ, որովհետև ինչ մեղքից թաքցնեմ, հետաքրքիր է, շատ գովելի գործունեություն եք ծավալում, կրթելով մարդկանց, ինչի կարիքը մեր ժողովուրդը իրոք ունի։ Շնորհակալ եմ շատ։ Եվ առաջին հարցս, վերջին շրջանում բավականին մարդկանց դիմելիությունը, մարզասրահ բարձրացել է, ինչը շատ գովելի է, որպես բժիշկ կարող եմ ասել, առողջության տեսանկյունից։ Բայց ինձ հետաքրքիր է, որպես մարզիչ, դուք ավելի լավ եք ծանոթանում, ինչ դրդապատճառներով են գալիս մարզասրահ։ Լուսինե ջան, հարցին կարամ մի քանի տարբեր տեսանկյունից պատասխանեմ, տարբեր անկեղծության սանդղակներով։ Եթե մաքսիմալ անկեղծ գտնվենք ինքներս մեր հանդեպ, այո, հենց այդպես էլ ընդունեք, 90% դեպքերում, նույնիսկ մի քիչ վերապահումով եմ պատասխանում, բոլորը առանց բացառության, այո, կարա նաև համահունչ կերպ միաժամանակ այլ պատճառներ էլ լինեն, առողջությունը, սլացիկ տեսք ունենալը, որոնք այնուամենայնիվ բերում են նույն կետին, խոսքը հակառակ սեռին գրավելու համար, բնականաբար, դա պարզ լոգիկա է, մայր բնությունն է, բնությանը դեմ չես գնա, ոչ մի պարագայում, եթե նույնիսկ հակառակ սեռը չի, ստեղ արդեն օրիենտացիայի խնդիր է, ամեն դեպքում այն մարդուն, ում դու ինքդ ցանկանում ես բառից բուն իմաստով, գրավելն է։ Ամբողջ խնդիրը դրանից է գալիս։ Մարդիկ շատ ժամանակ ցավոք բավականաչափ ինքնագնահատական չունեն, չեն գիտակցում, որ ես լինելով մարդ, ով սպորտի վառ ներկայացուցիչ է, մի պարզ իրականություն կասեմ, արտաքինը չի գլխավորը։ Ես միշտ ասում եմ, արտաքինը դա նույնիսկ երրորդական դեր է խաղում։ Սակայն մարդիկ այդ պարզ իրականությունը հասկանում են այն ժամանակ, երբ այսպես ասած, չգիտեմ ոնց ճիշտ ձևակերպում տամ, երբ որ իրենց աչքերը բացվում է, երբ որ իրենց կյանքի որոշ էտապում տարիքի հետ կապված հանգամանքներից ելնելով, այո, իրանց մտահորիզոնը ավելի լայնանում է, բոլորի կյանքում այդպիսի մի պահ գալիս է, երբ որ մարդ սկսում է գիտակցել, որ այդ ցանկասիրություն ասվածը, այդ մարմնականը, այդ ամեն ինչը այնքան պարադոքսալ բան եմ ասում, բայց ցածրագույն վիբրացիաներ են ու կյանքում դա չի կարևորը։ Աշխարհում ամենահզոր մարդիկ են մարդիկ են, ամենահաջողակ մարդիկ են մարդիկ են, ովքեր ունենալով իրենց մեջ այդ ցանկասիրությունը, այդ կրակը, այդ շատ վառ հորմոնալ համակարգը կարողանում են կառավարեն ու ճիշտ պահին օգտագործեն։ Ճիշտն էլ ստեղ արդեն շատ հարաբերական է, որը ընթացքում հիմա էլի սիրով կպատասխանեմ։ Ինչպես հասկացա, դուք նկատել եք, որ ամեն դեպքում ունենում են նաև մարմնական կոմպլեքսներ։ Բնականաբար։ Արդյոք մարզումների արդյունքում ազատվում են մարմնական կոմպլեքսներից, այդ թվում նաև սեքսուալ կոմպլեքսներից, որտեղ անհնար է մարմնական կոմպլեքսը չբերի նաև սեքսուալ ոլորտում խնդիրների առաջացման։ Եվ արդյոք կիսվում են ձեր հետ, որ օրինակ հասել են ինչ-որ մի էտապի, իրենց մարզումների արդյունքում եւ ազատվել են այդ կոմպլեքսներից ու սեռական կյանքը ավելի որակյալ է դարձել։ Ահա։ Շատ հետաքրքիր հարց, որին գիտեք ոնց կպատասխանեմ, տեսեք Լուսինե ջան, պրոֆեսիոնալ տեսանկյունից, ելնելով իմ մասնագիտությունից, քանի որ ինքս էլ դեռ 4 տարի առաջ մարզում էի, ոնց նշեցիք, մարզիչ էի, կա այսպիսի մի կարևորագույն կետ հաճախորդի հետ պահպանել սուբորդինացիա։ Տվյալ շրջանակներում ինչքան էլ որ այո մարզիչը պրոֆեսիոնալ գտնվի փորձի տվյալ սուբորդինացիան պահպանի, ինչն էլ իրականում մեզնից միշտ պահանջում են, որ հաճախորդի հետ ոչ մի անձնական
կապ չպետք է ունենաս, այնուամենայնիվ, երբեմն երբ որ մենք ընկերանում ենք, երբ որ հոգեկան կապ է ստեղծվում եւ երևի թե ոչ ոքի համար գաղտնիք չի, որ լավ մասնագետը իմ ոլորտում պետք է նաեւ լավ հոգեբանական սկիլներ ունենա, ունակություններ ունենա, ինչն էլ իրենից ենթադրում է լինել հոգեվոր առաջնորդ, որից էլ բխում է այոն նաեւ նմանատիպ հարցերի քննարկումը եւ չեմ բացառում եւ նույնիսկ փաստում եմ, որ այո նման դեպքեր եղել են, բայց քանի որ մարդիկ շատ չվստահող են, ինչը նորմալ է, ես դա նորմալ եմ համարում, գերակշիռ մեծամասամբ տվյալ կոմպլեքսների մասին չեն էլ խոսում, հակառակը իրենց պահվածքով ամեն կերպ ընդդիմանում են դրան, հակառակն են ցույց տալիս, սովորաբար օրինակ նայեք, տղամարդկանց տեսանկյունից ասեմ, ամենաբարձր գոռացող, գոչացող, ճակերտավոր, հաչացող ворցը սովորաբար ամենավաղկոտն է լինում ու համանման պրիմիտիվ օրինակից ելնելով կարելի է ենթադրել, որ շատ ժամանակ մարդիկ այդ ամպագորգոր խոսքերի, մեծ մեքենաների, մեծ այլ անշարժ գույքերի միջոցով փորձում են իրենց այո ուղիղ իմաստով անկողնում այնքան էլ ոչ լավ ամեն ինչ լինելը կոմպենսացնել, բայց ստեղ հիմա արդեն բուն կերպով եկա շատ սահուն կերպով հասա հարցի պատասխանին Լուսինե ջան, այո, երբ որ մարդ սկսում է սպորտով զբաղվել, նամանավանդ երբ արտաքնային փոփոխություններ են տեղի ունենում, դա ուղիղ համեմատական է, ասեմ ավելին, գեոմետրիական պրոգրեսիայով, քանի դու մարմնական փոփոխություն ես տեսնում, քո ինքնագնահատականը, քո հորմոնալ համակարգի հետ միասին աննկարագրելի շատ արագ սահուն կերպով սկսում է բարձրանալ։ Այստեղ այլ խնդիր է գալիս։ Որոշ մարդկանց մոտ ոչ բավականաչափ հասուն լինելու հետևանքով սկսում է, այսպես ասած, հիմնականում շատ երիտասարդների մոտ թոկից փախած ռեժիմը։ Սկսում են աչու ձախ անկանոն վտանգավոր սեռական վարքագիծ։ Այո, վտանգավոր սեռական վարքագիծ, ես ձեզանից կգողանամ այդ արտահայտությունը, դուրս շատ եկավ, վարելը, ինչը այդքան էլ լավ հետևանքի չի բերում։ Այո, այդ պահին իրանց լավ է, այդ պահին իրանք շատ լավ են զգում, ինքնագնահատականը բարձրանում է, բայց ես այն մարդու տեսակին եմ պատկանում, ով հավատում է կարմային ու վաղ թե ուշ կյանքը ձեզանից ստանալու է, ինչը իմ հետ էլ է տեղի ունեցել, ինչ մեղքս թաքցնեմ, դրա համար հիմա ես համեմատական կարգով շատ ավելի խելոք եմ, քան նախկինում էի։ Ինչևից է, եթե մարդ հասուն է, տեսած է, ժողովրդական լեզվով ասած, ստեղ արդեն լրիվ այլ պատմություն է։ Ինքը կարա ոչ թե կարա, այլ ակամայա դա տեղի ունենում։ Այո, շատ ավելի ինքնավստահ է, իր կեցվածքից բռնած ամեն ինչն է փոխվում։ Իսկ երբ որ մարդու կեցվածքը փոխվում է, մարդու աուրան է փոխվում։ Երբ որ մարդու աուրան է փոխվում, մարդիկ շրջապատը իրեն լրիվ այլ կերպ են սկսում դիտարկել։ Իսկ երբ որ մարդ դա սկսում է գիտակցել, մի քիչ էլ ինքը հազար ներողություն արտահայտության համար շուստրի է լինում, կարողանում է ճիշտ մանիպուլյացիաներ անել, մարդ կարա աշխարհ շուռ տա։ Միանշանակ։ Այո։ Լավ, բոլորիս հայտնի է, որ հորմոնալ ստատուսը մեծ դեր ունի նաև մարզումների մեջ։ Ես կուզեի խոսենք հատկապես տեստոստերոնի հետ կապված, հա։ Մարզումների արդյունքում հնարավոր է բարձրացնել տեստոստերոնի մակարդակը։ Այստեղ ամբողջ խնդիրը գալիս է նրանից, որ տեստոստերոնի եւ մարզումների տեստոստերոնի բարձրանալու եւ մարզումների կապը նույնպես ուղիղ են, քանի որ տեստոստերոնը նախ իրանից ինչ է ներկայացնում։ Եթե մեր սպորտային սլենգով խոսենք, տեստոստերոնը դա հորմոնների պապան է, թագավորն է, առաջնորդն է, այո, եւ առհասարակ տեստոստերոնն է նույնիսկ մարդու բնավորության գծերի համար պատասխանատու, ընդ որում թե կանացի օրգանիզմում, թե տղամարդկանց օրգանիզմում, որովհետեւ շատերը կարող է զարմանան, բայց կնոջ օրգանիզմն էլ որոշակի սանդղակներում ռեֆերենտների մեջ արտադրում է տեստոստերոն, ինչը ես համարում եմ միանշանակ որքան որ բարձր է թույլատրելի ռեֆերենտի սահմանին, այնքան առողջարար է կնոջ համար։ Դա մի շարք հիվանդություններից է թույլ տալիս խուսափել միոմաներից բռնած, էսթետիկ տեսքից շարունակած խոսքը վերաբերվում է ցելյուլիտի բացակայությանը եւ այլն,
կնոջ ցանկասիրության բարձր լինելու, կնոջ սեռական կյանքում հաջողություններին նաև բացի հաջողությունը, ես այսպիսի մի բան ասեմ, լայվ խակ բոլոր այն կանանց համար, ովքեր որ սպորտով չեն զբաղվում, փաստն եմ արձանագրում, տվյալ իրականությունը չի բարձրաձայնվում գրեթե ոչ միտեղ, բայց այն կանայք ու աղջիկները, ովքեր որ սպորտով են զբաղվում, ծանր քաշերով են զբաղվում, իրենք շատ ավելի հեշտ են հասնում օրգազմի եւ շատ ավելի արագ։ Так что կարակ դա օգտագործեք եւ ձեր համար մոտիվացիա հանդիսանա, սկսեք մարզվելու։ Ինչևից է վերադառնամ մկանային զանգված կուտակելու, տեստոստերոնի եւ մարզումների եւ դրա կապին։ Բոլորս գիտենք, որ տեստոստերոնը կա նույնիսկ էկզոգեն տարբերակով, սինթեզված, ինչ է նշանակում էկզոգեն, ոչ սեփական։ Դրսից ստացվող։ Այո, ներերակային տարբերակով։ Տեստոստերոնը ի սկզբանե սինթեզվել է այսպիսի մի հայտնի հիվանդություն կա սարկոպենիա, որը մկանային սակավությունն է եւ դա կարա լինի այն մարդկանց մոտ, ովքեր որ վիրահատություն են տարել, վնասվածք ունեն, անկողն ունեն գանված, տարիքի հետ կապված, նյութափոխանակային process-ները ավելի ակտիվացնելու համար։ Այո, նաեւ դա տեստոստերոնը ի սկզբանե դրա համար է սինթեզվել եւ այո, տեստոստերոնի սանդղակը եւ մկանային զանգվածի կուտակումը շատ սերտ փոխկապակցված են, որքան տեստոստերոնը բարձր, այնքան մեր ուղեղին ազդանշանագնում, որ մենք կարիք ունենք հավելյալ մկանաթելերի, որովհետև տեստոստերոնը դա մրցակցության հորմոնն է, որքան տեստոստերոն Այո, մրցակցությունը իրանից ենթադրում է ագրեսիայի որոշ չափ ունենալ։ Եվ եթե դու չլինես որսորդ, եթե դու չլինես առաջնորդ, եթե դու այդ բոլոր գծերը բնավորության մեջ չունենաս, դու չես լինի, այսպես ասեմ, արժանի ворց։ Հասկանում եք ինչի նկատի ունեմ։ Մի քիչ շատ կենթանական բնազդային եմ բացատրում, բայց մայր բնության լեզվով եմ փորձում սենց բացատրած լինեմ։ Եվ այո, սպորտը, ֆիթնեսը, ծանր քաշերով աշխատանքը ուղիղ նպաստում է դրան։ Ասեմ ավելին, սա էլ ասեմ, որպեսզի սպառիչ լինի, մարդ նույնիսկ չի զգում, ոնց նշեցի, իր խառնվածքը, մտածելակերպը փոխվում։ Այն բոլոր հազար ներողություն եմ խնդրում, սա բնավ քննադատական տեսանկյունից չեմ ասում, գաղտնիք չի ոչ ոքիս համար, որ մեր օրերում տղամարդու տեսակը հերիք չի մեդիայով աննկարագրելի հակա պրոպագանդայա գնում մասկուլինիզացիայի դեմ, մասկուլինիզացիան, երբ որ այո, տղամարդը բրուտալ է, տեստոստերոնով լի է, եւ տղամարդը այն պահպանողական 90-ականներից ելնելով, սովետական նույնիսկ sense վատ բան եմ ասում, նման կարծրատիպային տղամարդիկ, իրանք red flag արտում եմ այդ արտահայտությունը, կանանց համար red flag են։ Դա վատ է, հիմա շատ փիս բառեր չօգտագործեմ, իսկական տղամարդը հենց այդպեսին պետքա լինի։ Ցավալի իրականությունը կայանում է նրանում, որ կանայք ենթագիտակցորեն ինչքան էլ որ հարմար տարբերակ են իրենց համար փնտրում, լսող լինեն, ենթարկվող լինեն, ստրուկ լինեն, հազար ներողություն, հասկացաք ինչի նկատի ունեմ, եթե նույնիսկ գտնում են այդպիսի հարմար իրենց կրունկի տակ կար տարբերակ, մի որոշ ժամանակ հետո կնոջ բնույթից ելնելով հոգնում են, այդ խեղճ հարիֆը հազար ներողություն մնալու է իր դիրքում, կինը միևնույն է ուժեղ տղամարդա մանգալու իրեն, ենթագիտակցորեն, այո, որ այդ տղամարդը դա ենթագիտակցորեն է, իսկ կինը հերվից է տեստոստերոնը, ֆերամոնների միջոցով է, օդով է տեղափոխվում, կինը դա զգում է, կինը դա տեսնում է, դրա համար սպորտով զբաղվող տղամարդու կյանքի որակը անխուսափելիորեն է փոխվում, շեշտում եմ, եթե տղամարդը սահմանափակ չի, իսկ խի եմ սա շեշտում, որովհետև շատ սպորտով զբաղվող մարդիկ ահա որ սահմանափակ են, մտահորիզոնից բռնած, իրենց կյանքի մնացած ասպեկտներով վերջացրած։ Ես միանշանակ կարող եմ փաստել, որ իմ պացիենտներ, ովքեր եկել են սեքսուալ գանգատներով ու ես գրեթե բոլորին ասում եմ պետք է գնաք մարզվելու, ինչ ռեզուլտատներ ենք մենք ունենում մարզվելուց առաջ եւ հետո։ Շնորհակալություն։ Ես կուզեմ խոսենք նաև մի շատ կարևոր հարցից, որ ինձ բավականին հաճախ են տալիս, խոսքը պոռնոֆիլմեր ասոցացված ձեռնաշարժությունների մասին է։
Հարցը տալիս են տղամարդիկ, ովքեր ուզում են մարզասրահում մարզվեն, մկանային զանգված հավաքեն եւ միշտ հետեւյալն անում, արդյոք կխանգարի ձեռնաշարժությամբ զբաղվելը մկանային զանգված հավաքելու վրա։ Հասկացա։ Իրականում հարցը շատ խելացի է, քանի որ ոնց նշեցինք, մարզվում ես, տեստոստերոնը բարձրանում է, հետեւաբար ցանկասիրությունդ էլ է բարձրանում, լիբիդո կոչվածը, ու ակամա դու սկսում ես անընդհատ կամ մեկ էլ պայի տակ չես հասկանում ոնց տեղի ունեցավ, փակվել ես տուալետում ձեռնաշարժությամբ ես զբաղվում կամ այո գիշերը թաքուն դրած պորնո ես նայում։ Տեր իմ Աստված, եկեք սենց ասենք, հա, նախ իմ դիրքորոշումը պորնոգրաֆիայի հանդեպ, երկրորդը ուղիղ կապը, թե ես նույնիսկ բանալի կտամ, ոնց կազմակերպել քո սեռական կյանքը, որպեսզի հերիք չի մեկը մյուսին չխանգարի սպորտային բարձր արդյունքներին հասնելուն, այլ մի բան էլ թե սեռական կյանքը ավելի լավացնի, ավելի գույներով լցնի, այդ մեկը մյուսից հոգնելու պերիոդը, որտեղ ցանկացած զույգի մոտ վաղ թե ուշ գալիս է նման պերիոդ, դա հնարավորինս երկարաձգվի եւ միաժամանակ դուք շարունակեք սպորտային բարձր արդյունքներ գրանցել։ Այդ բանալին էլ կտամ, բայց ի սկզբանե խնդրում եմ, էլի, քանի որ խոսքը շոշափվել է, պատասխանեմ իմ դիրքորոշումը պորնոգրաֆիայի հանդեպ, որը միանշանակ հստակ է եւ ես համարում եմ ինչքան էլ որ ժամանակակից իրականության մեջ դա անխուսափելի է, ինչքան էլ որ եթե նույնիսկ նայում ենք հավանականության տեսությունը Հայաստանը բարձրագույն դիրքերում է այդ ցուցանիշում, հələ չեմ ասում, որ լավ աղջիկներն են նայում, այդ մի կողմ դնենք, չեմ պատրաստվում ոչ ոքի քննադատեմ, ամեն մարդ ինքնավորոշում ինչ անի, տղամարդ լինելով, ես ունեմ հետեւյալ դիրքորոշումը, որ ինչքան մարդ հազար ներողություն եմ խնդրում, բայց այո, հենց տենց էլ ասելու եմ, ինչքան պետքա մարդ ինքնաբավ չլինի, ինչքան մարդ պետքա ցածր լինի, որ հաճույք ստանա, ոնց է այլ զույգ մերձեցում ապրում։ Մի հատ էլ դրանից գրգռվի, մի հատ էլ ձեռնաշարժությամբ զբաղվի այդ process-ին նայելով։ Եթե պորնո, ապա միայն քո սեփական նկարած, քո զուգընկերուհու հետ։ Դրեք նկարեք, իրար հետ նայեք, հաճույք ստացեք։ Օրինակ։ Ուրիշ ոչ մի տարբերակ ես չեմ դիտարկում։ Տղամարդը ինչով է տղամարդ, ուրիշի բակլաժանին նայես ոնց է ինչ անում։ Ես մերկ տղամարդ տեսնեմ, իմ ցանկասիրությունը վարքյանական կոչնչանա։ Ինչի մասին է խոսքը։ Դա այտենց։ Երբ որ չեմ կարում, չեմ ուզում, շատ փիս բաներ չեմ ուզում ասեմ։ Իսկ հիմա վերադառնանք բանալուն, նույն բան հետ եկավ, ինչևից է, կա այսպիսի մի իրականություն։ Եթե շաբաթվա կտրվածքով վերջին սերմնաժայթքումից հետո կա այսպիսի մի երևույթ, տեստոստերոնը սկսում է բարձրանալ օրերի ընթացքում, կախված մարդու գենետիկական առանձնահատկություններից, արյան կարգից, հորմոնալ տվյալ պայի ստատուսից, մի շարք այլ գործոններից, սկսում է բարձրանալ վերջին սերմնաժայթքումից հետո ոնց նշեցի 5-ից 7 օր, մի քանի օր մնում է տվյալ ռեֆերենդում եւ սկսում է իջնել նորից։ Եթե մարդ բնականաբար ազնիվ գտնվենք, տղամարդու համար, այն էլ սպորտով զբաղվող տղամարդու համար, նույնիսկ մի քանի օր սերմնաժայթքում չունենալը աննկարագրելի դժվար է։ Բայց ես ձեզ խոստանում եմ, եթե դուք ունեք զուգընկերուհի, եթե դուք ունեք կես եւ կարողանաք գալ այդ փոխադարձ համաձայնեցմանը, որ ձեր սեռական կյանքը լինի, ինչքան էլ որ հիմա ռեժիմ բառն եմ օգտագործում, դուք կարող եք պատկերացնել, լավ, ռեժիմով գժվել ես թե ինչ, ես ձեզ խոստանում եմ, այդ վառ գույները երբեք ձեր կյանքից չի կորի, միմյանց կկարոտեք, անընդհատ ամեն վարքյան իրար կձգտեք եւ համանման բոլոր այդ սիրուն թիթեռնիկ վիճակները, բայց այսպեսի մի բան էլ գոյություն ունի, սա արդեն ավելի շատ տղամարդկանց համար եմ ասում, սեռական զսպվածության մասին է խոսքը գնում, որը ես ինքս կիրառել եմ եւ շատ հպարտանում եմ դրանով, 6 ամիս շարունակ դիմացել եմ եւ ոնց նշեցի, տեսեք, բարձրացավ, այլյա 7 օր, իջավ եւ որոշ ժամանակ հետո, որոշ ժամանակ ասելով իջնելուց 2-3 շաբաթ հետո ինքը էլի դանդաղ սկսում է բարձրանալ ու մնում է պիկի վրա։
Ազնիվ գտնվելով մեկ այլ իրականություն ասեմ, ես իմ էնդոգեն տեստոստերոնի վրա 17 տարեկանից սկսած մինչ օրս հույսս չեմ դրել, չեմ էլ դնելու, որովհետև ես էկզոգեն տեստոստերոն եմ ընդունում շատ վաղուց ու մինչև կյանքից վերջ ընդունելու եմ, որովհետև պրոֆեսիոնալ սպորտսմեն եմ, բայց այնուամենայնիվ, երբ որ տվյալ տեստոստերոնը մնում է քո մեջ, երբ որ պրոլակտինը, կանացի սեռական հորմոններից մեկը քո մոտ ցածր է, իսկ ինչ է տեղի ունենում, երբ տղամարդը սերմնաժայթքում է ունենում, անմիջապես պրոլակտինի աննկարագրելի ուժեղ վիբրս է տեղի ունենում եւ տղամարդը թուլանում է, լավ դե վсё ամեն ինչ վաղը կանեմ, իր ողջ ամբիցիաները կորում են։ Ոնց է տեղի ունենում։ Ես ունեմ կարևոր գործեր, ես եմ էներգիա ստեղնա, ինչ պատճառներով այդ պահին, չգիտեմ, մտա զուգարան արագ ընկերուս հետ չդիմացանք, տեղի այտենց վայրի, բայց այդ մտքիս եկավ, վсё, մնացած գործերս թքած ունեմ արդեն տրամս լավ է, ես թուլացած եմ եւ այլն, բայց եթե տղամարդը ունի մեծագույն նպատակներ կյանքում, իրեն այդ էներգիան աննկարագրելի անհրաժեշտ է։ Հերիք չի ամբողջ հակառակ սեռը դա զգում է ձգտում են դեպի իրեն ու ինքը նորից եմ ասում լինելով խելացի տղամարդ կարողանում է ճիշտ օգտագործել այդ ամենը ցույց ենք տալիս բայց չենք տալիս հիմքով մի քիչ կոպիտ է հնչում բայց աշխատող թեմա է ասեմ ավելին ես ու կինս միասին ենք աշխատում կինս վաճառքի գծով է ես էլ մենք product ենք վաճառում այսպես ասած ու եթե չի ստացվում իր վաճառքը անել տարբեր տեսակի կանանց եւ այլն միանգամից ինձ են կանչում որպես խորհրդատու ու մենք չենք բարձրաձայնում որ ես իր ամուսինն եմ աշխատում է ժողովուրդ հավատացեք աշխատում է Սպառիչ պատասխանեցի։ Իհարկե։ Շնորհակալություն։ Լավ, խոսեցինք էկզոգեն տեստոստերոնի մասին, ես կուզեի այս թեմայով էլ խոսենք, որովհետև շատ հաճախ մարդիկ գրում են, որ մարզասրահներում առաջարկում են էկզոգեն տեստոստերոն, Շատ վատ են անում պրոֆեսիոնալ սպորտով զբաղվողների մասին, այլ սիրողական։ Այս դեպքում ես որպես բժիշկ դեմ եմ, երբ որ առանց համապատասխան ցուցման մարդը ունի էկզոգեն տեստոստերոն։ Լուսինե ջան, ես միանշանակ ողջունում եմ քո տեսակետը, ինքս էլ կիսում եմ, ասեմ ավելին։ Տեսեք, եթե մարդ դրանով չի ապրում, նախ ասեմ, ազնիվ գտնվեմ, երբ որ առաջարկում են ձեր ասած էկզոգեն տեստոստերոն, երբեք չեն սահմանափակվում միայն տեստոստերոնով, որովհետև այնտեղ տարբեր համակարգեր կան տեստոստերոնը համադրած մի քանի այլ անաբոլիկների հետ, որը սրանից ելնելով սա է տալու, նրանից ելնելով նա է տալու, դա հիմնականում արվում է զուտ կոմերցիոն տեսանկյունից ելնելով, գումար աշխատելու նկատառումից ելնելով, այսպես ասած բարիկներն են այդպես անում, ովքեր որ վաճառում են այդ դեղերը, ովքեր որ հենց տրինաժորնի զալերում, մարզասրահներում են լինում են, բայց այսպիսի մի այլ տեսանկյուն կա հորմոն փոխարինող թերապիա ասվածը, որը որ ես համարում եմ լավագույն լուծումներից մեկը 35 գծիկ 40-ից հետո, երբ որ մարդ գիտակցաբար է դրան մոտենում, ինչի մասին է խոսքը, բժշկի, ոնց նշեցիք, միանշանակ համաձայն եմ, բժշկի հսկողության տակ կա կոնկրետ համակարգ, դու ի սկզբանե տալիս ես անալիզներ, հասկանում ես քո ներկա պահին հորմոնալ վիճակը, ինչ վիճակում է գտնվում, բացի հորմոնալ վիճակը, լիպիդոգրաման արյան, ամբողջ բոլոր նյուանսները, որը կարա հետևաբար, եթե դու սկսես ազդի տեստոստերոն։ Այո, էկզոգեն ընդունումը սկսելու է ազդել ակամա ուզես չուզես։ Ասածս որն է, բժշկի հսկողության տակ, եթե դու անցնում ես տվյալ թերապիային եւ տվյալ թերապիան իրենից ենթադրում է, որ դու միշտ իրեն անելու ես։ Դրա բենեֆիտներից է մշտապես երիտասարդ մնալը, մշտապես ոնց նշեցի, այդ մրցակցային ոգին պահպանելը, անընդհատ երիտասարդ մնալուց դու գիտեք ինչքան պլյուսներ կան միանշանակ դա շատ հեշտ process է մեր օրերում Հայաստանում դեռ այդքան ակտուալ թեմա չի բայց ամբողջ Հոլիվուդն է դրա վրա Եվրոպայի բոլոր հաջողակ մարդիկ են դրա վրա Ռուսաստանում հարևան շատ էլի կայացած մարդիկ դրա վրա են, որը շատ նորմալ երևույթ է եւ սպորտային էնդոկրինոլոգները շատ հեշտությամբ դրա լուծումը կարում են տան, անկախ տարիքից, մարդ նույնիսկ կարա 50 տարեկանում սկսի եւ հաշված ամիսների ընթացքում ինքը իրեն 20 տարեկանի պես զգա, առանց չափազանցնելու, բայց դա իրանից ենթադրում է շատ լուրջ մոտեցում եւ պատասխանատու մոտեցում։
Իսկ ինչու ինձ չեն դիմում, իհարկե դիմում են։ Իմ անձնական էջին այնքան են գրում, բա սա ոնց օգտագործեմ, բա նա ոնց օգտագործեմ։ Ես շատ վաղուց կարայի դրանով գումար աշխատեի, բայց ես միշտ դեմ եմ եղել։ Ես առաջինը ինչ ասում եմ ոչ, ժողովուրդ, ինքս տիրապետելով բոլոր մութ կողմերին, ինքս ոնց նշեցի 17 տարեկանից մինչև օրս, իսկ հիմա ես 35 տարեկան եմ, մինչ օրս զբաղվելով, ընդունելով այդ ամեն ինչը, ես շատ քաջ գիտակցում եմ, թե ինչքան ռեսուրս է դա ձեզանից պահանջում։ Նայում եմ երիտասարդ տղա է 18-19 տարեկան, ով իրեն առնվազն չի կարողանալու թույլ տա այդ ռեսուրսները տրամադրի, այստեղ խոսքը մենակ ֆինանսի մասին չի, քո հոգեբանական ժամանակն էլ մի կողմ, Լուսինե ջան, հոգեբանական գործոնը, երբ որ դու առաջին անգամ տեստոստերոն ես օգտագործում, ել չասեմ մնացած անդրոգենային հավելումները չէ, պրեպարատները, երբ որ մարդու մոտ անդրոգենը բարձրանում է, դու դառնում ես ոչ adekvat, դու մինչև սկսես կարանաս այդ ամենը կառավարես, քո ընտանիքի անդամները քեզանից զզվելու են, քո շրջապատը քեզ համարելու է այսով այս քիչ ցած գոռոց անասուն գյադեն, հազար ներողություն, ու համանման լիքը բաներ կան, նրբություններ կան, որ պետք է մարդ հաշվի առնի, դրա համար ոչ ու ոչ, նորից ոչ, եթե անել, ապա անել գիտակցված, իմանալով հստակ նպատակի համար, ընկնելով այդ սուպերմենի մարմնի հետևից ու տառապելով իլյուզիաներով, թե դու մեկ անգամ, երկու անգամ օգտագործելով կհասնես դրան, դա կատարյալ սխալ է, դա այդպես չի։ Մարդիկ տարիներ շարունակ օգտագործում են անդադար, որ գոնե ձեր պատկերացրածի այդ նպատակի 30%-ին հասնեն։ Ինչն էլ իրանից ենթադրում է առնվազն կյանքի կրճատում, որովհետև ես միշտ ասել եմ, պրոֆեսիոնալ սպորտը առողջ ապրելակերպի հետ բնավ կապ չունի։ Ժողովուրդ հեռու մնացեք ու հորդորում եմ նույնիսկ չմտածել այդ ուղղությամբ։ Քանի որ խոսեցինք նաև տարիքային փոփոխությունների հետ կապված, հա, տեստոստերոնի քանակի նվազման հետ, ինչ կասեք արդեն այն տարիքային խմբի մասին, որտեղ մենք բախվում ենք այս խնդրին։ Ամենաճիշտ ընտրությունը կլինի հետևյալը, երբ որ սկսվում է արդեն մկանային զանգվածի ռեգրեսիա, ինչ կարելի է անել։ Սկզբում, մինչ գալ այդ կետին հասնելը, որ արդեն ընտրության առաջ ես ընդունել էկզոգեն տեստոստերոն թե ոչ, նախ կարելի է խելացի, կոմպետենտ մասնագետի դիմել, սպորտային մարզչի մասին է խոսքը, ով որ կտիրապետի բնականաբար բոլոր սպորտային ինտեգրատիվ բժշկական ասպեկտներին։ Մինիմալ ծանրաբեռնվածություն ցուցաբերել, մի փոքր դիմել նաև սպորտային սնունդի օգնությանը, որովհետև այսօրվա դրությամբ բնականաբար կա սպորտ սնունդի նոր գիծ ուղղվածություն, կենսաբանական հավելումների մասին է խոսքը գնում, որոնք իրենց շատ լավ դրսևորել են եւ սեփական էնդոգեն տեստոստերոնը, այո, կարողանում են բարձրացնել։ Այլ խնդիր է, որ 90% դեպքերում, եթե ոչ ավել, այդ ամենը ուղղակի պլացեբո է եւ հենց դրա համար է ձեզ անհրաժեշտ խելացի կոմպետենտ մասնագետ, որ ավելորդ ժամանակ ու գումար չվատնեք, եթե այդ տարբերակը իր արդյունքները չտա կամ ձեր սպասվածից չափ չտա, առնվազն ձեր մարմինը արդեն տևական ժամանակ դուք եթե տրամադրել եք դրան, ավելի պատրաստ կլինի, ձեր անդրոգենային ռեցեպտորները արդեն պատրաստ կլինեն մկաններում այդ տեստոստերոնը ընկալելու, որովհետև սենց մի նրբություն կա։ Դու ներարկեցիր տեստոստերոն կամ քո մեջի պտտվող տեստոստերոնը, հենց այդ տեստոստերոնը չի, որը ապահովում է մկանային աճ, կա այլ տեստոստերոն, դիհիդրոտեստոստերոն, որը մենք խթանում ենք հենց ուժային մարզումների միջոցով կամ այլ հավելումներ ընդունելու միջոցով, որոնք որ կա այսպիսի մի սպիտակուց մարմնում GSPG, globulina связывающие половые гормоны, որը կապելով այդ ռեցեպտորին թույլ չի տալիս, որ ազատ տեստոստերոնը իր ֆունկցիան մկանային զանգվածը աճացնելու տեսանկյունից կատարի։ Այլ հավելումների միջոցով GSPG-ն իջացնում ենք, որի հաշվին հակառակ ուժի միջոցով բարձրանում է ազատ տեստոստերոնը, դիհիդրոտեստոստերոնը, որն էլ արդեն տալիս է տվյալ բենեֆիտները։ Նման նրբությունները հիմա շատ ես կոնսպեկտած ասեցի, բայց պատկերը որ լոգիկան հասկանալի լինի, շատ կարևոր է հաշվի առնել։ Դրա համար միանշանակ սկզբում փորձում ենք ուղղակի կենսաբանական հավելումների միջոցով մարմինը պատրաստելով այդ ամենին, եթե կարող է այնպիսի արդյունք է տալիս, մարդկանց գենետիկան տարբեր է լինում, կարող է այնպիսի արդյունք է տալիս, որ կարիքը չի լինում անցնել GZT կոչվածի, բայց հիմնականում կարիքը լինում է, որովհետև այդ տարբերակը շատ ավելի հեշտ է
եթե դու A կետից B կետ կարաս գնաս այսենց, իզուր զիգզագներ քո համար չես ստեղծում։ Քանի որ կյանքն էլ կարճ է, իսկ տվյալ տարիքում մարդիկ արդեն հասկանալով, որ իրանց շեմը էլ ավելի կրճատվում է, ու նամանավանդ եթե իրանք ունեն միջոցներ, իրանք թքած ունեն։ Արի գեզեթե։ Ինձ շատ են հարցնում, ինչ վարժություններ խորհուրդ կտաք, որպեսզի բարելավեք սեռական կյանքի որակը, խոսքը եւ կանանց եւ տղամարդկանց մասին է։ Ես իհարկե միշտ ասում եմ, որ ճիշտը ամբողջ մարմինը մարզելն է, ոչ թե կենտրոնանալը կոնքի հատվածի վրա, որովհետեւ բոլորը պատկերացնում են սեռական կյանքում հաջողությունները մենակ կոնքի հատվածը մարզելով։ Ես ուզում եմ հիմա դու այդ խորհուրդները տաս, ինչ կարելի է անել։ Ստեղ ցավոք այն իրականությանն եմ բախվում, որ մարդկանց ճիշտ է պրիմիտիվ լոգիկա է, բայց այո, կա նման բան, ինչքան էլ որ ձեր տեսակետին կողմնակից եմ, որ մարմինը պետքա մարզել ամբողջությամբ, առնվազն էսթետիկայի տեսանկյունից ելնելով, որ պրոպորցիոնալ նաև ճկունությունը բա։ Նաև ես ավելի շատ մարմնի համահունչ զարգացվածության մասին եմ խոսում, որովհետև տղամարդկանց մոտ հիմնականում լինում է, չէ, միշտ վերևին ավելի շատ են նշանակություն տալիս, քան ներքևին, ու այդպես այդքան էլ էսթետիկ չի։ Բայց sense մի բան կա, այո, կոնքի հատվածի, մասնավորապես գլուտեուսների հատվածի մարզումը արյան շրջանառությունը տվյալ հատվածում ավելի բարելավելով ստիպում է կանանց մոտ ձվարաններում, տղամարդկանց մոտ ամորձիներում հորմոնալ ամբողջ արտադրությունը ել ավելի արագանալուն։ Դա միանշանակ այդպես է։ Տղաներին լավագույն խորհուրդս չխուսափել ոտքերը մարզելուց, բայց ժողովուրդը խոսքը վերաբերվում է ոտքեր մարզելուն ազատ քաշերով աշխատելուն, ծանրաձող ու նորից ծանրաձող։ Դա երբ որ մարդու ոտքերը թույլ են զարգացած եւ մկանային կորսետը թույլ է զարգացած, շատ ժամանակ նույնիսկ մարզման ընթացքում եւ վերջում մարդու հազար ներողություն, որ քիչ է մնում կերածը հետ գա, այսինքն վիճակ առաջանում տհաճագույն երևույթ է, մինչև որ կգա կզարգանա, բայց հավատացեք, արժի դա անել, հետո ինքներդ ձեզ շնորհակալություն եք հայտնելու։ Կանանց մոտ ես նույնիսկ որոշ գինեկոլոգների հետ կարծիքների բախում եմ ունեցել, ասենց շատ ուժեղ դեբատներ են գնացել հանրային եւ ես իմ կարծիքը չեմ փոխել, լսած կլինեք կեգելի վարժությունների մասին, ովքեր որ ամրացնում են կոնքի հատակի մկանները եւ բնականաբար դա իրանից բխում է որոշ բենեֆիտների։ Ես պնդում եմ, որ կեգելի վարժությունները շատ ավելի թույլ էֆեկտիվ են համեմատական կարգով, շեշտում եմ համեմատական կարգով, քան կինը սկսի կլասիկ ծանրաքաշերով կքանիստներ կատարի, որովհետև տվյալ դեպքում, եթե դու դա խելացի ես անում, ճիշտ ես անում, տվյալ հատվածի մկանները ակամա ներգրավում են, ահավոր ներգրավում են ողջ պրոցեսին եւ ընթացքում, ոնց նշեցի, կանանց մոտ, երբ որ տվյալ հատվածի մկանները ամրանում են, ու այսպիսի մի շատ կարևոր բան էլ ասեմ, մարզված մարմինը, թե կնոջ, թե տղամարդու, շատ ժամանակ օրինակ յոգայի մասին բոլորս գիտենք։ Յոգերը ունեն աննկարագրելի ուժեղ նեյրոմկանային կապ։ Ինչ է նեյրոմկանային կապը։ Դա ուղեղ մկանի կապն է, յոգը, որը որ կարողանում է իր մարմնի ամբողջ մկանախմբերը ցանկացած հատված կառավարի, ղեկավարի։ Սպորտով զբաղվող մարդկանց մոտ, նամանավանդ բոդիբիլդինգով զբաղվող մարդկանց մոտ շատ ժամանակ յոգերից էլ ավելի լավ է զարգացած նեյրոմկանային կապը։ Իսկ երբ որ նեյրոմկանային կապը շատ ուժեղ զարգացած է, տղամարդը իր հերթին կարում է սեռական ակտը երկարաձգի, կինը իր հերթին համապատասխան հատվածի մկանները ճիշտ ստիմուլյացիա անելով շատ ավելի արագ է հասնում օրգազմի ժողովուրդ։ Ու բացի դա, այլ բենեֆիտների մասին ենք խոսում։ Մարզված կնոջ մոտ ծննդաբերությունից հետո եւ ծննդաբերության ժամանակ շատ ավելի քիչ է հավանականությունը, որ հետո իջեցում տեղի կունենա, ինչը այդքան էլ հաճելի երևույթ չի, մեղմ ասած զույգերի մոտ, մինչև որ վերականգնվում է եւ այլ, մինիմալիզացվում է այդ խնդիրը։ Այնպես որ լավագույն լուծումը դա կքանիստներ անելն է։ Եվ վերջում Լիավ ջան մեր խորհուրդը մեր հետևորդներին
ինչպես պահպանեն իրենց մարմինը առողջ եւ ինչպես մարզվեն այնպես, որ չվնասեն առողջությանը, որովհետեւ սխալ վնասվելու դեպքում կարող լրիվ հակառակ արդյունք ունենանք։ Միանշանակ համաձայն եմ։ Ինչպես պահպանել իրենց առողջ, լավագույն խորհուրդս կլինի մեծագույն ուշադրություն դարձնել իրենց սննդակարգին, մեր ստրեսային առօրյայում, այո, համաձայն եմ 100%-ով մաքուր սնվելը մի քիչ դժվար խնդիր է, բայց եթե գոնե տոկոսային հարաբերականությամբ մոտավոր թվեր եմ ասում 70-30 պահպանվի, հավատացեք, դա էլ իր արդյունքը կտա, որովհետև մի հատ շատ տխուր իրականություն կա, որ այսօրվա դրությամբ մեր էկոլոգիան, Երևանի օդի մասին է խոսքը գնում, աննկարագրելի վատն է, որն էլ մեր հորմոնալ համակարգի վրա էլ է ազդում, որից ելնելով էլ սրտանոթային հիվանդությունները առաջին հորիզոնականում են ու մի խոսքով հասկացեք, գոնե մինիմալիզացնելու տեսանկյունից սնունդը պետք է լինի մաքուր ասելով մինիմալ վերամշակված սնունդ։ Եվ պարադոքսալ բան եմ ասում, շատերի համար կարա զարմանալի լինի, բայց ոչ մի դեպքում մի վախեցեք կենդանական սպիտակուցների աղբյուրից։ Խոսքը վերաբերվում է մսեղենի, նույն կարմիր մսին, որին այդքան դեմոնիզացնում են ու խոլեստերին ասվածն են այնց առաջինը շարք բերում, վախեցեք խոլեստերինից, ժողովուրդ, խոլեստերինը իրանից ինչ է ներկայացնում։ Եթե մարմինը չստանա խոլեստերին, տղամարդը չի լինի տղամարդ, որովհետև սեռական հորմոնները։ Շնորհակալություն։ Խոլեստերինը դա համար 1 հումքն է մարմնի համար տեստոստերոնի արտադրման եւ երկրորդ իրականությունը խոլեստերինի մարմնում ավելցուկից խոլեստերինի մակարդակը արյան մեջ չի բարձրանում, ոչ։ Խոլեստերինը բարձրանում է, երբ որ դուք քաոտիկ, անկառավարելի ուտում եք անընդհատ արագ ածխաջրեր, շաքարներ։ Այդ հետևանքով խոլեստերինը շատ ավելի արագ է բարձրանում, քան ուղղակի խոլեստերին ընդունելով։ Ոչ, մոռացեք դրա մասին։ Իհարկե չափի զգացումն էլ չկորցնեք։ Իսկ վնասվածքներից խուսափելու համար, քանի որ ես միշտ եմ պարտավոր սա ասեմ, մի ափսոսացեք ձեզ մասնագետ վարձել, խնդրում եմ։ Մտնում եք մարզասրահ, տեսնում եք տարբեր տեսակ մարզասարքեր, բարեբախտաբար մարզասարքերի դրական կողմը կայանում է նրանում, որ իրանց բիոմեխանիկան այնպես է մտածված, որ արդեն իսկ մինիմալիզացվի վնասվածք ստանալու հավանականությունը, բայց այնուամենայնիվ դուք կարաք հոյակապ մասնագետ լինեք ձեր ոլորտում, բայց հավատացեք, ավելի լավ է մի քանի դրամ ավել վճարեք, ձեզ ապահովագրեք, խելացի մասնագետ վարձեք, ով որ հերիք չի ձեզ անընդհատ կմոտիվացնի, անընդհատ ձեզ support կանի տարբեր հարցերում, ձեզ խորհրդատվություն կտա սննդակարգի հետ կապված եւ ձեր կողքից տեղ չի գնա, ձեզ կօգնի, որ չվնասվեք, չվնասվելու նկատառումից ելնելով դուք մի շարք այլ պլյուսներ եք ստանում, այնպես որ քնձիպություն մի արեք։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալություն ջան։ Դե ինչ, հետևեք ձեր առողջությանը եւ մի մոռացեք մարզվելու մասին։